Բարի գալուս Civilnet տեսակապի միջոցով մենք կապ ենք հաստատել Բրյուսել, որտեղ այժմ գտնվում է Ազգային ժողովի նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանը, նա մասնակցում է այնտեղ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան համաժողովին, որին նոյեմբերի 15-ին նաև ելույթ ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մի շարք կարևոր շեշտադրումներ անելով, բայց մինչև պարոն Միրզոյանի ելույթին անդրադառնալ եւ ընդհանրապես ֆորումի աշխատանքներին անդրադառնալը, Գայանե, ես կուզեի ձեզ հետ խոսեինք 2 օր առաջ սրանից Բրյուսելում էլի կայացված կարևոր ժողովի, համաժողովի արտաքին գործերի նախարարների Եվրամիության եւ դրա արդյունքում Ժոզեփ Բորելի արած հայտարարության մասին, որոնցից որ կարևոր շեշտադրումները հետեւյալն էին, որ դրա արդյունքում որոշվեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մեծացնել եւ ուժեղացնել։ Մյուս մեսիջ ուղղվեց Ադրբեջանին, որ եթե հանկարծ փորձեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել, ապա դա լուրջ ազդեցություն կունենա Ադրբեջան-Եվրոպական միություն հարաբերությունների որակի վրա, ինչպես նաև ասվեց, ակնարկվեց վիզա liberalization-ի, այսպես ասած, վիզաների առանց վիզային կամ գուցե ապագայում հնարավորությունների մասին Հայաստանի դեպի Եվրոպա, որ վիզա ազատականացում տեղի ունենա եւ եւս եւ մի շարք այլ շեշտադրումներ կատարվեցին, բայց խնդրեմ անդրադառնանք հենց սրանց, ինչպես նաև ասվեց, որ Հայաստանը կարող է ստանալ Եվրոպայի խաղաղության ֆոնդից որոշակի աջակցություն ռազմական բնույթի, որից մինչև այդ աջակցություն էին ստանում Մոլդովան եւ Ուկրաինան։ Կխնդրեմ այս կայացած որոշումներին հերթով անդրադառնանք եւ հասկանանք սրանք ինչ են իրենցից ենթադրում։ Շնորհակալություն Արշալույս, իրականում երևի վերջից կսկսեմ, որովհետև Ժոզեփ Բորելի հայտարարության ամենակարևոր հատվածը մեզ համար անվտանգության պաշտպանության տեսանկյունից հիմնադրամից հնարավորությունն է ստանալու գումար, որովհետև սա իրականում այն հիմնական աջակցությունը կարող է դառնալ, որի միջոցով մենք զենքերի գնման հնարավորություն կունենանք։ Գումարի խնդիր չունենք զենք տեսանկյունից ելի տեղափոխումը եւ այլն, սա եւս մի հնարավորություն է, որտեղ հիմնադրամը եւ հիմնադրամից ընդհանրապես որոշակի աջակցություն ստանալը, սա աջակցություն չի իհարկե, սրանք վարկային նաեւ միջոցներ են, բայց բավական ձեռնտու տարբերակով, բայց դա արդեն իսկ նաև ճանապարհ է բացում որոշակի լոգիստիկան ապահովելու տեսանկյունից, այսինքն որոշակիորեն ինքնին արդեն կարևոր ուղերձ է տարբեր երկրներին, այդ թվում մեր հարևան երկրներին, գոնե մեկ երկրին, որի համար 2020 թվականից ի վեր, երբ արդեն ամբողջապես ՍԵՊԱ-ի համաձայնագիրը ուժի մեջ մտավ, տարբեր ջանքեր գործադրվել են։ Ցավոք, այդտեղ իհարկե կային մի քանի երկրներ, որոնք դեմ էին գործընթացի արագ իրականացմանը, չնայած Հայաստանը բավական լուրջ արդեն իսկ իրականացրել էր իր տնային աշխատանքը, ռեադմիսիայի համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքը, այդ ուղղությամբ արդեն այդ համաձայնագրերի իրավակիրառ նաև պրակտիկայում իրականացվող աշխատանքի արդյունքները բավական գոհացնող էին, հատկապես տարբեր հիմնական երկրների հետ, Գերմանիայի եւ այլն քանի եվրոպական երկրների հետ, բայց խնդիրը տեղից չէր շարժվում, դե նաեւ այդտեղ անվտանգային լուրջ մարտահրավերները, պատերազմը եւ այլն նպաստում էր, որ ել ավելի մեծանային մտահոգությունները, որ վիզայի ազատականացման դեպքում Հայաստանից մեծ հոսք կլինի։ Այսօր կարծես թե այդ առումով որոշակի այն հիմնական անհանգստությունները եւ մտավախությունները որոշակիորեն հաղթահարված են։ Բորելի հայտարարության մեջ շատ կարևոր էր նաև հենց Ադրբեջանին ուղղված ուղերձը, որ պարտադիր պիտի արդեն հստակեցնի բանակցության սեղանին վերադարձը, որը այս օրերին եվրոպական տարբեր հիմա այստեղ տարբեր ներկայացուցիչների հետ խոսելուց այս առումով բավական լուրջ մտահոգություն իրենց մոտ է առկա, որ այս բանակցությունների այսպես ասած սառեցումը անվտանգային բավական լուրջ վակուում է առաջացնում, որը կարող է ուղղակի խախտվել
չափազանց վատ հետևանքներով։ Իհարկե դեռ այդպիսի կանխատեսումներ չկան, նաև սրան նպաստում է ժամանակահատվածը, բայց ամեն դեպքում սա որպես հնարավոր ռիսկ եւ անվտանգային բավական լուրջ մարտահրավեր եւ ռիսկ չի բացառված։ Այս առումով զարգացումները իհարկե դրական են։ Ես երեք նաև առանձնազրույց ունեցա Հայաստանի ընդհանրապես Հարավային Կովկասի մասով պատասխանատուի Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը նաև ասաց, որ Եվրոպական հանձնաժողովից եւ ընդհանրապես իրենց վերադաս մարմնից արտաքին հարաբերությունների ներկայացուցիչներից ստացել են բավական լուրջ ուղերձ եւ հանձնարարություն իրականացնելու եւ նոր ծրագրեր եւ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու տեսանկյունից բավական լուրջ մեծ փաթեթ պատրաստելու ուղղությամբ եւ հարցեր, որը նաեւ ինձ տրվեց, որքանով է կարծում Հայաստանը պատրաստ է կամ մինչեւ ուր է Հայաստանը պատրաստ ներգրավել այս process-ում, քանի որ այնուամենայնիվ ունեն 2013-ի վատ նախադեպը եւ այդ վատ նախադեպը 2013-ի սեպտեմբերի 3-ի եւ այդ վատ նախադեպի տեսանկյունից միշտ հարց է առաջանում, իսկ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Հայաստանը նորից ստիպված եւ այստեղ չկա մեղադրանք, այսինքն լիովին հասկանում են, որ Ռուսաստանի կողմից ճնշումները կարող են այնքան մեծանալ եւ նաեւ անվտանգային ռիսկը եւ ներքին եւ արտաքին ռիսկերը այնքան մեծանան, որ Հայաստանը ստիպված հետ քայլ անի։ Այս առումով իհարկե շատ տարբեր է իրավիճակը 2013-ի համեմատ եւ տարբեր է նաեւ հանրային պահանջը այս տեսանկյունից։ Գարնա, ես որքան հասկացա, այսինքն անվտանգային մարտահրավերների դիմակայման տեսանկյունից Եվրամիության աջակցությանը զուգահեռ պատրաստվում է նաև որոշակի տնտեսական փաթեթ Հայաստանի համար, որին պետք է եւ նաև ցանկանում են հասկանալ, որքան կարող է խորանալ Հայաստան այդ փաթեթի կիրարկման, ընդունման կամ այդ ծրագրերում ներգրավելու տեսանկյունից։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու մենք մինչեւ այսօր այդ եւ ում մեկն է սա այս առումով, որովհետեւ պատերազմից հետո Հայաստանի 2.6 միլիարդ եվրո էր խոստացվել, դրա մի մասը իհարկե տրվել է, բայց մյուս մեծ մասի հետ կապված մենք ունենք խնդիրներ եւ կառավարությունն է դա ընդունում եւ եվրոպական կողմն է ընդունում։ Հիմա չգիտեմ տվողի մեջ է խնդիրը, թե ընդունողի մեջ է խնդիրը, բայց ամեն դեպքում դա կա, Ինչի մասին է խոսքը, թե 2.6 միլիարդն են փորձում վերափաթեթավորել, կխնդրեմ մի փոքր պարզաբանեք։ Ես չեմ կարող ասել հստակ, որ գումարների փաթեթավորման կամ վերափոխման մասին է խոսքը, բայց եւ տնտեսական եւ տարբեր այլ աջակցության ծրագրեր նախատեսված են, ամեն դեպքում նոր փաթեթներ են առաջարկվելու։ Ինչ վերաբերում է ընդհանրապես 2.6 միլիարդին ծրագրերի ձևակերպման առաջարկների, ես կարծում եմ այստեղ առավելապես ոչ եվրոպական կողմի խնդիրն է, այլ առավելապես մեր կառավարության հետ կապված է հիմնական խնդիրը, բայց դա էլ օբյեկտիվ պատճառներ ունի, այսինքն այստեղ եւ կապված է ընդհանուր միջավայրի հետ, որովհետեւ անընդհատ ռիսկերը փոխվում են, անընդհատ առաջնահերթությունները փոխվում են եւ շատ արագ գնահատել որ ուղղություններով այս գումարները պետք է ծախսվեն, բավական լուրջ հարց է։ Եվ նաև պատասխանատվություն, որպեսզի շատ արագ որոշումներ չկայացվեն եւ հետո պարզվի, որ սխալ է այդ ուղղությամբ գնալը, որտեղ դրանք նաև կապված են կոմունիկացիաների հետ, դրանք նաև կապված են եւ կամ ուղղակիորեն կախված են ընդհանրապես խաղաղության պայմանագրի հնարավոր շրջանակների հետ, այսինքն շատ արագ այս գործընթացներ իրականացնես, բացի այն, որ եվրոպական միության բյուրոկրատիան եւ ընդհանրապես եվրոպական կառույցների հետ աշխատելը բավական լուրջ ու երկար ջանք եւ աշխատանք է պահանջում, նաեւ կարողություն, բայց այստեղ կա նաեւ տարբեր ուղղություններով որոշումներ կայացնելու որոշակի դժվարություն
որը հիմնականում կարծում եմ ունի օբյեկտիվ պատճառներ, այսինքն կախված են նաև այլ գործընթացներից, առավելապես բանակցային գործընթացներից, դեմոկրատիայի դելիմիտացիայի գործընթացից կամ գոնե հիմնական շրջանակային որոշումից, թե ինչ ուղղությամբ դրանք պիտի իրականացվեն, որովհետև այդ հիմնական գումարները նախատեսված են հատկապես Հայաստանի սահմանամերձ կոմունիկացիաների զարգացման եւ այլ տեսանկյունից, հարավում կոմունիկացիաների զարգացման, ճանապարհների կառուցման առումով, եւ այստեղ պիտի որոշակի հստակություն նաեւ Հայաստանը ունենա, որպեսզի ճիշտ այդ ներդրումները իրականացվի։ Վերջո դրանք միայն այդպես աջակցության ծրագրեր չեն, դրանք վարկային միջոցներ են, բավական իհարկե ձեռնտու եւ էժան, այսպես ասած, փող է, բայց եւ միևնույն է պատասխանատվությունը մեծ է, որ վարկային ծրագրերը իրապես արդյունավետ տեղ ուղղորդվեն։ Դրանք իրենց հետ բերում են քաղաքական պահանջներ, օրինակ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից խոչընդոտ է, թե խոչընդոտ չէ։ Ընդհանրապես տարիներ շարունակ գոնե 2013-ից ի վեր կամ-կամի մոտեցումը առավելապես պահանջ է դրվել ռուսական կողմից։ Եվրոպական կողմը շատ ավելի այդ առումով մանևրելու հնարավորություն տալիս է։ Այսօր շատ ավելի ճկուներ է։ Այսօր շատ ավելի պարզ են հստակ տեսնում, թե այդ կամ-կամի պահանջ դնելը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եվ եվրոպական կողմը սովորաբար շատ ավելի այդպես ըմբռնումով է մոտենում այն բոլոր գործընթացներին եւ բոլոր ոչ այնքան Հայաստանի համար կամ ընդհանրապես Հայաստանի արժեքային կամ գոնե այն ժողովրդավարական ամբիցիաների եւ նպատակների հետ կապ չունեցող կառույցներին անդամակցությունը, որը այսօր մենք ունենք։ Դա ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն եւ այլն, ԱՊՀ-ն եւ այլն։ Բայց նաեւ հասկանում են եւ գնահատում են այն ջանքերը, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է, որ օրինակ ՀԱՊԿ-ում հնարավորինս նվազեցնելով ներգրավվածությունը։ Այսինքն հասկանում են, որ շատ արագ դուրս գալու process-ը կարող է ռիսկեր եւ բավական լուրջ ռիսկեր կարող է պարունակել, որի ուղղությամբ իրենց վրա չեն ուզում գոնե պատասխանատվություն վերցնել աջակցելու համար եւ այդ տեսանկյունից հասկանում են, ըմբռնումը առկա է, որ շատ արագ ոչ ԵԱՏՄ-ից Հայաստանը կարող է դուրս գալ, ոչ ՀԱՊԿ-ից, բայց նաեւ որոշակի անշուշտ ակնկալիք առկա է, չեմ ասում հորդոր, որտեղ ուղիղ հորդոր գոնե այն մակարդակում, որով ես շփվում եմ, հորդոր չեմ լսել, բայց կա ակնկալիք, որ գոնե նվազեցվի հնարավորինս ներգրավվածությունը։ Բայց նաև կա ըմբռնում, որ այդ նվազեցնելու ճանապարհին բնականաբար իրենք նաև պիտի առաջարկեն այլընտրանքներ եւ որելի առաջարկը հենց այս համատեքստում պիտի դիտարկենք, այսինքն երբ առաջարկում են օգտվել խաղաղության հիմնադրամից, որը ըստ էության են հիմնական շրջանակն է, որով Եվրամիությունը աջակցում է մարտական գործողություններին նաև Ուկրաինայում եւ այլն, հասկանալի է, որ այս տեսանկյունից իրենք որոշակի մեկ դուռ ավել բացում են։ Երբ առաջարկում են օրինակ ընդլայնել եւ երկարացնել ժամկետը դիտորդական առաքելության, սա եւս ուղերձ է, որ այս տեսանկյունից մենք ձեզ ինչ որ բաներ ձեզ համար ապահովագրում ենք որոշակի ռիսկերից, ձեզ ապահովագրում ենք որոշակի ռիսկերից, որպեսզի դուք էլ կարողանաք մնացած առումներով ինչ որ քայլերի գնալ։ Նախապայման բնականաբար չի դրվում, բայց կա անշուշտ որոշակի ակնկալիք, եւ այդ ակնկալիքը հասկանալի է, ոչ թե ուղղակի այդպես կամակորության տեսանկյունից է, այլ բնական process է, որտեղ եթե դու տնտեսապես լիովին այլ համակարգում ես, այս տնտեսական համակարգի մեջ ներգրավումը եւ ինտեգրումը շատ ավելի բարդացնում է կամ ուղղակի անհնար է դարձնում։ Տեսեք, Գայանե, դուք խոսեցիք անվտանգության ոլորտում այլընտրանքների հետ կապված, այլընտրանքների մասին, որ Եվրամիությունը մեծ հաշվով ակնկալում է ՀԱՊԿ-ում Հայաստանի
անդամության իջեցում կամ Հայաստանի մասնակցության այսպես նվազեցում, բայց մյուս կողմից խաղաղության ֆոնդի այս հնարավորությունն է առաջարկում որպես անվտանգային այլընտրանք։ Քանի որ խոսքը անվտանգությանն է վերաբերում, մենք պետք է այստեղ բավական զգույշ լինենք, հա, որքանով է Հայաստանը, որքանով է խաղաղության ֆոնդը հուսալի այլընտրանք անվտանգության հարցում Հայաստանի համար, որովհետև նույն ֆոնդից, որ ֆինանսավորում է օրինակ նաև Ուկրաինան կամ Ուկրաինայում ռազմական մատակարարումները Եվրոպայից, այսօր խնդիրների է բախվում։ Այսօր Եվրոպական միությունը չի կարողանում գոնե այս պահին ապահովել խոստացված արկերի քանակը կամ խոստացված ֆինանսավորումը, որ Ուկրաինայի համար պետք է հատկացումները տեղի ունենան։ Այդ առումով Հայաստանը իհարկե խնդիրներ ունի Ռուսաստանի հետ բայց այնտեղ գործ ունի մեկ պետության հետ, հա, մեկ անձի հետ կարելի է ասել, եւ ռազմական մատակարարումների հետ կապված խնդիրներ ունի, գումարները վճարել եւ չի ստանում սպառազինությունը, բայց այստեղ պետք է գործ ունենա եվրոպական բյուրոկրատիայի եւ դրան գումարած 27 պետությունների հետ, հա, այս առումով ունենալով նաեւ Ուկրաինայի հետ կապված հարցերը այս ֆոնը դրա հետ կապված մենք Հայաստանի համար որքանով հուսալի դուր է դա Հայաստանը այնպես չի, որ շատ այլընտրանքների հնարավորություններ ունի, հա, այսինքն միշտ պիտի դիտարկենք, այնպես չի, որ սրան զուգահեռ կա եւս մեկ այլընտրանք, որը դեռ պիտի քննարկենք ընդունել թե չընդունել, որտեղ այն այլընտրանքը, որ ունենք տասնյակ տարիներ, վերջին գոնե առնվազն 2021 թվականից մայիսի 12-ից հասկանալի էր, որ այդ այլընտրանքը չի գործում։ Իրականում 2020-ի պատերազմից ի վեր դա հասկանալի էր, բայց շատ ավելի ակնհայտ գործիքակազմի կիրառման եւ փորձարկման տեսանկյունից արդեն դա պարզ դարձավ 2021-ից։ Այսինքն այն, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս զենք չի մատակարարում, դա բոլորովին կապված չի Ուկրաինայում իր պատերազմի հետ, որովհետև մինչ այդ արդեն այդ զենքերը եւ արդեն վճարված զենքերը չէին մատակարարվում։ Ինչ վերաբերում է հիմնադրամի խաղաղության, հիմնադրամը զենք չի մատակարարում, հիմնադրամը քեզ ֆինանսական միջոցներ է տրամադրում եւ արդեն տվյալ պետությունը պետք է գտնի հնարավորություններ դրանք ձեռքբերման։ Ես չգիտեմ ընթացակարգեր անկեղծ ասած, եւ չգիտեմ արդյոք կան սահմանափակումներ երկրների, թե որտեղից կարող ես ձեռք բերել եւ ինչ տեսակ զենքեր, որովհետեւ կան զենքերի նաեւ տեսակների սահմանափակումներ եւ այլն, այսինքն սրանք մասնագիտական հարցեր են, որոնց ես չեմ տիրապետում, բայց կարծում եմ այնպես չի, որ մենք ուրիշ այլընտրանք ունենք, կամ այնպես չի, որ մեր հնարավորությունները եւ ընտրության հնարավորությունները շատ են, այսինքն այս տեսանկյունից, բայց սա կարևոր մի մոտեցում է ցույց տալու, որ ընդհանրապես արևմուտքը, հավաքական արևմուտքը, որտեղ ամերիկյան կողմից եւս նաեւ արդեն գործնական քայլեր իրականացվում են եւ երկկողմ հարաբերություններում Ֆրանսիայի կողմից քայլեր հստակ իրականացվում են, մոտեցումը այսպիսին է, որտեղ վերջին գոնե 2 տարիների ընթացքում, երբ անընդհատ տարբեր հանդիպումներին ասում էինք, որ խաղաղության պայմանագիր կոչվածը թղթի կտոր կարող է լինել, եթե դրան չի հաջորդում իրական գործնական աջակցություն եւ երաշխավորություն որևէ լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնի այդ խաղաղության ապահովման, դա ուղղակի թղթի կտոր է, որը ցանկացած սեղանին կարող է մնալ։ Եվ իրենք հստակ արդեն մոտեցում որդեգրեցին, որ խաղաղությունը հնարավոր է պահել բալանսի որոշակիորեն ապահովագրմամբ եւ հավասարեցմամբ։ Հավասարեցման մասին իհարկե դեռ շուտ է խոսել, որովհետև չափազանց լուրջ խաթարում է բալանսի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոնե վերջին տասնյակ տարիները, 2 տասնյակ տարիները առնվազն, ռազմական բյուջեի տեսանկյունից, հնարավորությունների նաև դիվերսիֆիկացված զենքերի մատակարարման տեսանկյունից, որովհետև մեր հիմնական շուկան զենքերի գնման Ռուսաստանն էր, Ադրբեջանը այդ տեսանկյունից շատ ավելի դիվերսիֆիկացված շուկա ուներ եւ շատ ավելի զենքերի նաեւ տեսականու տեսանկյունից, բայց արևմուտքը հիմա հասկանում է, որ աջակցություն պետք է տրամադրի Հայաստանին վերականգնելու իր անվտանգությունը եւ անվտանգային մեխանիզմները։
Մնացածը արդեն Հայաստանի անելիքն է եւ մենք մեր տեղում պիտի մեր տնային աշխատանքը իրականացնենք, կարողանանք այդ միջոցները, որոնք եւ հնարավորությունները, որոնք տրվում են, կարողանանք ճիշտ կիրառել եւ օգտագործել։ Այսինքն մոտեցումը այն է, որ արդեն 1 տարի առաջ սա մոտավորապես ասվում էր, երբ անընդհատ մենք նաև քաղաքասարակությունը անդադ շեշտում էր, որ պետք է սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի դեմ եւ այլը, առավելապես մոտեցումը այն է, որ ավելի ուժեղացնենք Հայաստանին, քան պատժենք Ադրբեջանին, որովհետեւ պատժելու վտանգները իրենց դիրքից, Եվրամիության դիրքից կամ հավաքական արևմուտքի դիրքից այն է, որ Ադրբեջանին պատժելու դեպքում ավելի գցելու են Ռուսաստանի գիրկը եւ շատ ավելի անկառավարելի է դառնալու Ադրբեջանը եւ դա է նաեւ պատճառը, որ որդեգրեցին մեկ այլ մոտեցում, առավելապես աջակցել Հայաստանին ապահովելու իր անվտանգությունը։ Հասկանալի է, բայց տեսեք, այդ մոտեցումը որքանով է աշխատում Ադրբեջանի դեպքում, որովհետեւ մենք երեկել հայտնի դարձավ արդեն այսօր Հայաստանի ժամանակով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչի հայտարարություն այն մասին, որ շատ կոշտ էր բավական Ադրբեջանի նկատմամբ կամ Ադրբեջանին ուղղված ուղերձները, որ նրանք բարձրաստիճան շատ այսպես այցեր են հետաձգել կամ չեղարկել, նրանք հստակ մեսիջ են ուղարկում Ադրբեջանին, որ հարաբերությունները չեն վերականգնվի, քանի Հայաստանի հետ խաղաղությունը չի կնքվել։ Մեծ հաշվով ասում էին, որ վերադարձեք բանակցային սեղան։ Եվ այս ամիս, եթե չեմ սխալվում, ակնկալվում էր կամ դրա մասին որոշակի մեսիջներ կային, որ Վաշինգտոնում կարող էին լինել բանակցություններ կամ ապագայում դրանք կարող են լինել, բայց այսօր Բորելի կոշտ հայտարարությունից եւ Օբրայանի հայտարարությունից հետո մենք տեսնում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որոնք ասում են, որ մենք չենք պատրաստվում գնալ եւ մասնակցել այդ բանակցություններին եւ գերադասում են տարածաշրջանային երկրների մասնակցությամբ իրականացնել այդ բանակցությունները, այսինքն ավելի ռեգիոնալացում են տանում բանակցությունները, մեծ հաշվով տանում են դեպի Մոսկվա։ Հա, այս պարագայում դեպի ուր կամ որքան առաջ կարող են գնալ արևմուտքը կամ արևմտյան երկրներ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից եւ արդյոք դա արդյունք կունենա, թե Հայաստանը պետք է էլի մի պահ Ադրբեջանը Հայաստանին տարավ դեպի Բրյուսել, հիմա էլ փորձում է տանել դեպի Մոսկվա, Հայաստանը պետք է հետևի իրան։ Ադրբեջանը իհարկե ամեն ինչ հիմա անելու է, որ խնդիրը ռեգիոնալ մակարդակում եւ կամ եթե շատ ուղիղ ասենք մոսկովյան հարթակում լուծելու պնդումները իրականացնի եւ սա է հիմնական նպատակը, բայց սա էլ ըստ էության հիմնական նպատակը չի, չնայած շատ ավելի իրեն հեշտ է բնականաբար ռուսական հարթակում ինչ-որ հարցեր լուծելը, բայց կարծում եմ առավելապես իրենց նպատակը երկարաձգել մինչև 24 թվական, որի ընթացքում արդեն 3 աշխարհաքաղաքական կենտրոններում ընտրական շրջան է սկսելու եւ Ռուսաստանում եւ Եվրամիությունում, Եվրամիության ընտրությունները եւ արդեն ԱՄՆ-ում աշնան վերջին, այսինքն սրանք շատ լուրջ հեռանկար են իր համար բացում ժամանակ ձգելու այս կենտրոնների ուշադրությունը շեղված է լինելու բնական այն ներգրավվածությունը չեն անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող ուղղակի ունենալ այդպիսի ներգրավվածություն գործընթացում եւ հիմնական նպատակը այնուամենայնիվ ժամանակ ձգելն է։ Որքանով արևմուտքը ավելի կոշտ կլինի, ես կարծում եմ, որ Բորելի հայտարարությունը մոտավորապես հենց դրա մասին էր, այսինքն այնպես նախնական մի կոշտ չասեմ սպառնալիք, բայց կոշտ հայտարարություններ, որ կարող են լինել բավական լուրջ հետևանքներ։ Ես կարծում եմ ընդհանրապես արևմուտքը բավական գոնե այն սխալը, որ իրականացվեց եւ իր աչք փակեցին Արցախյան խնդրի վրա, համարելով, որ հայտարարությունները կարող է բավարար լինեն, որ գոնե էթնիկ զտման չգնա, որ գոնե բռնի ուժ կիրառելու եւ հերթական անգամ հարձակում ուժային հարձակում չգործադրի եւ փորձի ինչ-որ ինտեգրման ճանապարհով խնդիրը լուծել, այս մասով Եվրոպան գոնե կամ արևմուտքը ընդհանրապես հասկացել է, որ սխալվել են եւ կարծես գերագնահատել են Ալիևի խելամտությունը։
Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ հիմա գոնե հասկացել են դասերը, այսպես ասած, lessons learned, ոնց որ ասում են եվրոպացիները հատկապես, ինչ որ դասեր քաղել են եւ ինչ որ փոփոխություններ այնուամենայնիվ կարծում եմ իրականացնելու են։ Շնորհակալ եմ Գայանե զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ միացաք մեզ Բրյուսելից։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցը Գայանե Աբրամյանն էր։ Ստեսյուն։